Գալ դսեղ եւ չհյուրընկալվել Գիգորի հայտնի դերասան Ալբերտ Խուլինյանի տանը չենք կարող։ Բեշկը փեդնյանենք, որ չմրսենք, հա։ 1982 թվականին Գիգոր ֆիլմը բարձրացավ էկրաններ, դառնալով հայկական կինեմատոգրաֆիայի լավագույն ֆիլմերից մեկը, իր հուզականությամբ եւ որակով։ Անվանի դերասաններ Սոս Սարգսյանի, Գալյանովենցի, Արմեն Ջիգարխանյանի կողքին 11-ամյա Ալբերտ Խուլինյանն է, ով մինչ օրս էլ խոսում է ֆիլմի մասին մեծ սիրով եւ հիշողություններով։ Նա մեզ պատմեց ֆիլմի ստեղծման հայտնի ապտակի եւ ստացած տպավորությունների մասին։ Ֆիլմը նկարահանվել է 82 թվականին։ Այդ ժամանակ ես 11 տարեկան էի, դպրոցում խաղում էինք, մեկ ելեկան ասեցին, որ Գիգոր դերակատարի են ման գալիս։ Տենց դպրոց երեխեքով գնացինք ուսուցչանոց, դպրոցում ուսուցչանոց կար, մի 10-15 հոգի երեխեքով։ Գնացինք տեսանք, այնտեղ արդեն Երևանից հյուրեր էին եկել, Սոս Սարգսյան, Հենրիկ Մալյան, Սերգեյ Իսրայելյան, Գիգոր կինոյի դերակատարի էին ման գալիս։ Ու առաջի հարցը Սոս Սարգսյանը ինձ ուղղեց, թե Ալբերտ ջան, դու ինչ գիրք ես կարդացել։ Ես էլ այդ ժամանակ դե 4-րդ դասարանում էի սովորում, ասեցի Գիգոր պատմվածքը։ Հիմնականում պատճառն այդ դարձավ,